ապրիլի 6-ն է։ Մոտ 1 տարի առաջ Մասիս խոշոր ասված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ սա այն թափի վարչական տարածքն է ըստ բնակիչների։ Այստեղից մի քանի բեռնատար աղբ հեռացվեց եւ տարածքը մաքրվեց։ Չգիտես հիմա ինչ ասես, ինչ անուն դնես այն վայ փնթի քաղաքացիներին, ովքեր հերթական աղբը լցել են եւ կամաց այս հատվածը կարծես վերածվում է մինի Նուբարաշենի աղբավայրի։ Ժողովուրդ ջան, հետո բողոքում եք, թե տեղական իշխանությունները գործ չեն անում, տարածքում տիրում է հակասանիտարական վիճակ, բայց ինչ անուն տաս այս երևույթին, որ 1 տարի առաջ Մասիսի քաղաքապետը, կոմունալի աշխատակիցները այն թափի վարչական ղեկավարի գլխավորությամբ հեռացրեցին այստեղից մի քանի բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ, սակայն 1 տարին չլրացած նորից նույն պատկերն է։ Ու սրա մեղավորը երևի թե նաև այն քաղաքացիներն են, ովքեր իրենց տան մեջ ապրում են խոզի հոգեբանությամբ։ Հիմա տեսնում եք, ինչ ասես կա, եւ կենցաղային աղբ, եւ շինարարական աղբ։ Հիմա եթե ասես, չգիտես էլ ինչ ասես, այն որ ասում են մենք մաքուր ենք պահում մեր տունը, մեր համայնքը, հիմա այս վիճակն է, խոզանոց վիճակ, անգամ գոմից բերած աղբ կա, ամբողջ տարածքը հոտն էլ սպանում է, այնպես որ Մասիսի տրասից գալիս ես գնաս ընդեղ, մի տարի առաջ մաքրին, նորից նույն խոզանոցն է։ Եսա Մասիսից սենց գալիս ես, մտնում ես տեղ, որ հոտը սպանում է։ Տեմ ես հոտը ոնց է սպանում, մոտիկ անում ես, հը, բա խոլերայ բուն է, բա ինչ է, Համբարձումյանը մի տարի առաջ մաքրել տվեց, էլի բերին լցին եզերը։